Հաջորդ նրբությունը այն է, որ պետությունն իր վրա է վերցնում ակտիվ եւ պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում, էներգետիկ, տրանսպորտային, ջրային, թվային եւ անվտանգային համակարգերում, միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ եւ տնտեսապես հիմնավորված մասնավորեցում այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը եւ արդյունավետությանը։ Այսինքն մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, կառավարությանը, ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման գործում միևնույն ժամանակ չբացառելով, որ այնտեղ, որտեղ որոշակի պայմաններում նաև մասնավորի ներգրավման, մասնավորեցման, մասնավոր կառավարման հանձնելու բանաձևերը կարող են աշխատել, մենք մեզ չենք սահմանափակում նաև այդ տրամաբանությամբ։ Բայց նոր պայմաններում տնտեսության համար կարևորագույն գործոններից մեկը արհեստական բանականությունը եւ թվային տեխնոլոգիաներն են, որոնք այս համատեքստում մենք պետք է դիտարկենք ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ որպես նոր տնտեսական, սոցիալական եւ հանրային իրողություն։ Այսինքն արհեստական բանականությունն էլ ոչ թե ինքը առանձին վերցրած ոլորտ է, այլ մի ոլորտ է, որը բացարձակապես ազդում է ամեն ինչի վրա։ Ինչպես կրթությունը, որը մենք այլևս չենք նայում որպես առանձին ոլորտ, արհեստական բանականությունն էլ առանց անկախ դրանից մենք կնայենք թե չենք նայի, ինքը արդեն մի ոլորտ է, որը բացարձակապես ամեն ինչի վրա ազդում է, ընդհանուր հանրային հարաբերությունների, աշխատանքի արդյունավետության, կրթության, գիտելիքի եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք, որպեսզի այդ մոտեցող ալիքը ոչ թե սպասենք, որ մոտենա այդ ալիքը, այլ մենք ինքներս նախապատրաստենք, այդ ալիքը բերենք որոշակի կառուցակարգերով, ինտեգրենք մեր կյանքին, մեր հանրային կյանքին, պետական կյանքին, բոլոր ոլորտներում, եւ սրա համար պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որը իհարկե մենք ինչ որ ձևով արդեն իսկ սկսել ենք, բայց շատ կարևոր է, որ մենք ռազմավարական նշանակության փաստաթղթում դա արձանագրենք։ Արհեստական բանականության հետ կապված կա մի լրացուցիչ գործոն, որը վերաբերվում է էներգետիկ համակարգին, որովհետև արհեստական բանականությունը եւ արհեստական բանականության կենտրոնները իրենք էլեկտրաէներգիայի սպառման խոշոր կենտրոններ են, այսինքն արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց էլեկտրական էներգիայի սպառումը աճում է մեր պատկերացումներով անհամաչափորեն։ Այսինքն այդտեղ նույնիսկ կարող ենք խոսել երկրաչափական պրոգրեսիայի մասին արհեստական բանականության բնականon սովորական աճի պայմաններում, ինչը նշանակում է, որ մենք էներգետիկայի զարգացմանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք, բայց այստեղ մեզ համար բացվում են նոր հնարավորություններ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը շատ հարուստ է վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներով, մասնավորապես արևային էներգիան մեծ պոտենցիալ ունի Հայաստանի Հանրապետությունում եւ այդ պոտենցիալը մենք պետքա ճիշտ եւ ճշգրիտ օգտագործենք։ Ընդ որում ես գիտեմ, որ այստեղ էլ մենք բախվել ենք եւ բախվում ենք մի իրավիճակի հետ, երբ որ ոլորտում մենք հիմնականում նոր իմացություն եւ գիտելիք ձեռք բերելու մեծ պահանջ ունենք, բայց այդ պահանջը բավարար չափով չի լրացվում իմ դիտարկմամբ եւ մենք չենք կարող եւ այս թեմային առաջիկայում մենք պետք է անդրադառնանք, չենք կարող ասել, գիտեք, ինչ հիմա մենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը պետք է դանդաղեցնենք կամ կանգնեցնենք, մինչեւ մենք կհասցնենք այդ գիտելիքի հետևից։ Սա բացարձակապես կարծում եմ անընդունելի է, ոչ պետք է մենք թողենք, որ վերականգնվող էներգետիկան զարգանա եւ մի բան էլ խթանենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որովհետեւ այստեղ խոսքը այդ թվում մեր էներգետիկ անվտանգության եւ անկախության մասին է եւ մենք պատմական շանս ենք ստացել այդ թվում էներգետիկ առումով լինել շատ ավելի ինքնաբավ, շատ ավելի անկախ եւ շատ ավելի
շատ ավելի ինքնիշխան։ Այս առումով ուզում եմ ընդգծել, որ դոկտրինում առանձնահատուկ նշանակություն ունի էներգետիկ վերափոխման օրակարգը, որը նախորդ իմ ասացի հետ ունի ուղղակի եւ անուղղակի կապ։ Բացի այն, որ մենք էլեկտրական էներգիայի արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է փոխենք։ Մենք էլեկտրական էներգիայի եւ ընդհանրապես էներգիայի սպառման մասին մեր պատկերացումները պետք է փոխենք, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել, որ այն ինչ մեզ հայտնի բառով անվանվում է էներգախնայողություն, այստեղ խոսքը տասնյակ եւ հարյուրավոր միլիարդների ռեսուրսներ ազատելու եւ այդ ռեսուրսները զարգացման այլ ոլորտներում ներդրելու հնարավորության մասին է։ Հիմա չնայած աշխարհում այլևս էներգախնայողություն արտահայտությունը չի օգտագործվում, որովհետեւ դա արդեն համարվում է հնացած արտահայտություն։ Այլևս խոսվում է էներգետիկ վերափոխման մասին, երբ որ ամեն կիլովատ ժամը ինքը կոնկրետ հաշվարկի մեջ է դրված եւ կոնկրետ տրամաբանության մեջ է դրված։ Միջարը չնայած երկարում է, բայց ես ուզում եմ մի օրինակ բերեմ, որ նաեւ հանրությանը պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Ինձ համար շատ տպավորվել է բոլորովին վերջերս նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ որ նա ասում էր, որ 50 քանի հազար դրամ թոշակ է ստանում եւ այդ 50 քանի հազար թոշակից մոտավորապես 27-28 հազարը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Եվ ինքը ասում էր, որ հիմա դու պետք է կառավարությունը թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Եվ ես արձանագրեցի ինձ համար, եթե մենք օրինակ վերցնենք եւ 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետեւ այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար մեր խնդիրը մենք սովորաբար ինչով ենք գնում, ասում ենք դե 27000 դրամը քիչ է տունը տաքացնելու համար, եկեք ծախսենք 35000 դրամ, բայց մեկը 35000 դրամով էլ տունը չի տաքանում, միևնույնն է, որովհետև տունը տաքացնելու համար մենք ընդհակառակը պետք է մեծ հաշվով փորձենք ծախսել ավելի քիչ, ասենք 18000 դրամ, եւ ներդրումներ անենք, որպեսզի տունը բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի։ Սա ես այդ օրինակի թոշակառուի օրինակի վրա եմ բերում, ինչու, որովհետև ես հետո մեր գործընկերներին այդ խոսակցությունից հետո խնդրել եմ գնալ հետազոտել տունը, տալ եզրակացություն, թե ինչն է խնդիրը, ինչպես կարող ենք, եւ մեր եզրակացությունն էր, որ փողի ավելացմամբ, ուղղակի զուտ փողի ավելացմամբ մենք խնդիրը չենք լուծելու։ Մենք ընդհակառակը կարող ենք, եթե մենք անենք պատշաճ ներդրումներ, որը իհարկե այլ տրամաբանություն է ենթադրում, մենք ընդհակառակը էլեկտրական էներգիայի կամ տուն տաքացնելու վրա կծախսենք ավելի քիչ եւ կունենանք ավելի տաք եւ ավելի հարմարավետ բնակարան։ Եվ սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է եւ այս թեման պլանավորելու եւ իրականացնելու համար շատ լուրջ հետազոտական, վերլուծական եւ ինտելեկտուալ աշխատանք է հարկավոր։